Բարոյ հարգելի բարեկամներ, առողջություն բոլորիդ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, այսօր ես ձեզ կտամ էլի մի երկու խորհուրդ, որոնք հաստատակ խորհուրդներ են, բայց շատ օգտակար։ Եթե կատարեք, կամրապնդեք, կվերականգնեք ձեր առողջությունը։ Այսօր խորհուրդը վերաբերում է լյարդի ցիրոզին, բացի ցիրոզից նա լավացնում է նաև լյարդի այրան շրջանառությունը, ունի հակաայտուցային հատկություն։ Երբ որ ցիրոզը ընթանում է այտուցներով, բնականաբար մեծ մասամբ, ապա այտուցները ներ են ծծում, ինչ եք անում, վերցնում եք կանթեղախոտը դա չիստատելն է ռուսերեն, գարնային շողավարտ, ադոնիս վերնալիս, վերցնում եք նաև հազարատերև և ձիաձետ, հավասար քանակությամբ, այս բոլորը խառնում եք իրար, խառնուրդից մեկ ճաշի գդալ լցնում եք 200 միլիլիտր եղրման մեջ, դանդաղ, եթե հնարավոր է նաև բերանը փակ, եփում եք 10 րոպե, թողում եք սառում է, քամում եք և խմում եք կես թեյի բաժակ օրը 2 անգամ քաղցած վիճակում, կես թեյի բաժակը դա 100 գրամն է։ Հեպատիտի լյարդի և լեղապարկի հիվանդությունների մեր հետևորդներից մեկը հարցեր տվեց, թե ինչ կարանք օգտագործենք նաև լեղապարկի քարերի դեպքում և լեղապարկի բորբոքման և քարերի դեպքում վերցնում եք հետևյալ խառնուրդը, հետևյալ դեղատոմսը, վերցնում եք գնձի սերմեր, կանթեղախոտը դարձյալ չիստատելն է, անթառամի ծաղիկներ, դաշտային ձիաձետ և ջրարվույթ, այս բոլորը հավասար քանակությամբ խառնում եք, այսինքն կարող եք ամեն մեկից դրանք չոր աղացած վիճակում, մանրացած վիճակում ամեն մեկից մեկ ճաշի գդալ խառնում եք, խառնուրդից 2 ճաշի գդալ լցնում եք 400 միլիլիտր եղրման ջրի մեջ, դանդաղ եփում եք դարձյալ 10 րոպե, սառելուց հետո քամում և խմում եք քաղցած վիճակում 100 գրամ օրը 3 անգամ, ձեզ առողջություն եմ ցանկանում, եթե կունենաք հարցեր, գրեք նաև ձեր կոմենտները, ինչպես նաև եթե տեղեկատվության և բուժման համար կարող եք դիմել Պուշկինի 38, հարգելի բարեկամներ, ինչ ես ձեզ ասում, բոլորը գրված են իմ գրքերում, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։